կներեք, բայց դուք չեք կարող լինել անկախ եւ անկողմնակալ, որովհետեւ երբ որ դուք անկախ եւ անկողմնակալ Երևանի ավականու անդամ էիք, դուք չդատապարտեցիք ձեր կուսակից թաղապետի վարչական շրջանի ղեկավարի ծեծը, դուք բառ անգամ չեք արտաբերել դրա մասին եւ հիմա էլ զլանում եք դատապարտող որևէ հայտարարություն անել։ Պարոն Զենյալյան, ձեր կուսակցությունը Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյանը եղել որոշ դեպքերում։ Դուք 25 տարի, նորից եմ ասում, այդ կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ եք եղել։ Հիմա կարող եք ձեր կարճ արձագանքում գործնականում նկարագրել իրավիճակ, թե ինչպես է դրսևորվելու ձեր անկախությունը եւ անաչառությունը։ Ես ձեզ հուշում տվեցի եկեղեցու օրինակը, կարող եք օգտվել դրանից, շնորհակալ եմ։ Ցանկացած բռնություն դատապարտելի է եւ եթե դուք իմ գնահատականները դրա դեպքի վերաբերյալ չեք լսել, դա դեռ չի նշանակում, որ դրանք չեն եղել կամ դրանք ազդեցություն չեն ունեցել։ Եվ միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանում պետք է պետական պաշտոնատար անձինք նաև պաշտպանված լինեն։ Իսկ ինչ վերաբերվում է եկեղեցուն, դուք ինձ հարց եք տալիս քաղաքական թեժ բանավեճի կիզակետում գտնվող երևույթի վերաբերյալ, որը նաև հավանականորեն կարող է ունենալ իրավական հետևանք։ Եվ որոշակի հավանականությամբ այն կարող է դառնալ նաև եւ սահմանադրական վեճի առարկա, եւ նաև եվրոպական դատանու վեճի առարկա, որի վերաբերյալ դիրքորոշում հայտնել չեմ կարող։ Միայն ընդհանրական կարող եմ ասել, որ կրոնական կազմակերպությունները, հոգևորականները մարդու կամքի ձևավորման վրա շատ մեծ ազդեցություն ունեն, չափազանց մեծ ազդեցություն ունեն։ Եվ այդ սկզբունքից ելնելով է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ արգելվում է նրանց իրականացնել քարոզություն եւ ձևավորել քաղաքական կամք, որպեսզի մարդիկ իրականացնեն իրենց պետական եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքը ազատորեն իրականացնելու համար շատ կարեւոր է, որպեսզի դրանք ձևավորվեն ազատ պայմաններում։